Ես Պարքև Հակոբյանի մայրն եմ, Այդա Գրիգորյանը, որին որդուս դաժանաբար սպանել են Էջմիածին քաղաքում 25 թվականի ապրիլի 23-ին է տեղի ունեցել դեպքը, բոլորին լավ հայտնի անձրևաջրի պատճառով, ցեխաջրի պատճառով, դաժանաբար ծեծելով սպանել էին որդուս։ Սպանողները Վաղարշապատում եւ ինձ թվում է Հայաստանի Հանրապետությունում էլ բավականին հայտնի Արման Առաքելյանի որդիներն են, որը հայտնի է նաեւ Գոջի ածականով, տարիներ շարունակ Լենինգրադում ադրբեջանցի սպանելու համար դատապարտված է։ Առաքելյան եղբայրներն են պատճառը որդուս մահվան եւ այսօր հասել եմ այն փուլի, որ դատական նիստերի մեջ եմ, արդարություն եմ ուզում, որ անմեղ որդուս կյանքը խլած մարդասպանները պետքա պատժվեն օրենքի խստագույն պահանջներով։ Երեկ էր դատական նիստը, ինչ հոդված։ Այո, այս տարվա 26 թվականի առաջին նիստն էր։ Դե մի քիչ այդտեղել եմ, մտահոգություն չունեմ, ուղղակի ներքին անհանգստություն է, որ նիստերին շատ քիչ ժամանակ է տրամադրվում։ Դե պատճառաբանում են, որ դատարանները ծանրաբեռնված են խիստ։ Երեկվա նիստը 20 րոպե տևեց։ Նիստի բուն թեման դատավորը խնդրեց, որ քննարկեն Վալերիկ Առաքելյանի կալանխափանման միջոցը երկարացնելու հարցը, որը հունվարի 25-ին լրանալու էր։ Դե իհարկե ասում եմ փառք Աստծո, երկարաձգվեց եւս 3 ամսով, չնայած որ ամեն նման նիստերին իրենք միջնորդում են, որ տան տնային կալանք Գոռ Առաքելյանի մասով դեկտեմբերին եւս երկարացվել էր կալանքը 3 ամսով, բայց միջնորդություն ներկայացրել էին վերաքննիչ դատարան, տնային կալանք են ուզում մարդիկ։ Հունվարի 15-ին նիստը եղել էր, դա փակ նիստ է։ Իհարկե վերաքննիչ դատարանը մերժել էր, շարունակելու են մնան կալանավայրում։ Երևի իրենց համար կալանավայր եւ տնային կալանք դա դնում են նույն հարթության վրա, բայց ես տենց չեմ ընդունում։ Թող ինչքան է տնային կալանք, շատ խիստ պայմաններով այդպիսի բան չկա, հարգելիներս։ Տան ջերմություն կա, մթնոլորտ կա, մայր կա տանը, որը ցանկացած պահին կարող է գրկել իր որդիներին, մի հատ համբուրել, մի հատ շոյել եւ վերջում մարդկային կյանքի հետ գործ ունենք։ Խլել են անմեղ երիտասարդի կյանք, որը նպատակներ ուներ, երազանքներ ուներ, ոչ մի վատ վարքով աչքի չի ընկել, երբևէ ընդամենը 2 տարի էր բանակից եկել, այնքան անելիքներ ու ծրագրեր ուներ որդիս։ Տիկին Այդա, դուք նաև հարևաններ եք, Պարքևը երբևէ ինչ-որ կոնֆլիկտներ եղել են նշված անձանց հետ, այսինքն թե հենց պատճառը այդ անձրևաջուրն էր, որը լուծվել են մյուս ավտոմեքենա։ Ոչ, հենց ամբողջ հարցը դրանում է գալիս, որ այս սպանությունը, այս գործը հասարակ խուլիգանություն չի, ոնց վերակավորվել է, ոնց վերակավորել են քննչական կոմիտեն, թե Էջմիածնի, թե Երևանի, ոչ մի ընդհանուր առնչություն չի ունեցել Առաքելյան եղբայրների հետ, անգամ երևի բարևել չենք տվել, ինքս էլ չեմ ճանաչել, միայն ճանաչել եմ դեմքով ավակ որդուն Գուրգեն Առաքելյանին, որը իմ հայրական տան հարևանությամբ են ապրում, մի տուն է բաժանում իրենց։ Ոչ մի ընդհանուր բան, ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի տալ առնել իրար հետ երբևէ որդիներս չեն ունեցել։ Այո, եղել է անձրևաջրի պատճառով, զուտ, ապրիլի 23-ի չարաբաստիկ այդ 15 րոպեն, որ ընկերը զանգեց, 15 րոպեով դուրս եկավ հետ ու հետ չվերադարձավ որդիս։ Զանգ ստացանք, որ ծանր վիճակով հասեք հիվանդանոցում է։ Անձրևաջուրը թռել է ավակ որդու Գուրգեն Առաքելյանի մեքենայի վրա, որի պատուհանը բաց է եղել, ու այդտեղից ես իմ որդուն ճանաչելով վստահ կարող եմ ասել, երբևէ ոչ մեկին ոչ հայհոյել, ոչ մի լկտի պահվածք իմ որդին նման դաստիարակություն չի ստացել։ Թե հիմա Գուրգեն Առաքելյանը ոնց է իրեն պահել, ինչ է ասել մեքենայից մեքենա,
որդիս ընդամենն ասելա, որ դե անձրև է, պատուհանը փակ պահի։ Վերջ, ընդամենը դա է եղել։ Թե հիմա արդեն ինքն իր եղբայրներին ոնց է դրթել նրան, որ հասնեն 7-րդ դպրոցի Խարակից Խաչմերուկի Պուլպուլակի մոտ կանգնած որդուս ծեծելով սպանեն, դա արդեն թող մնա իրենց խղճի վրա։ Գնալու եմ մինչև վերջ, արդարություն եմ ուզում, օրենքի առաջ բոլորս հավասար ենք, պետք է պատժվեն, ճիշտ է, այս պահին մեղադրանքը երկու եղբայրներին է, Վալերիկ եւ Գոռ Առաքելյանների վրա է դրված, բայց ինձ համար մնում է միանշանակ անփոփոխ 3 եղբայրների մասնակցությունը։ Դե սպասում եմ տեսնեմ դատարանը ինչ կորոշի, երբ հասնի այդ ժամանակը հարցեր տալու մեղադրյալներին, ինչի համար են ծեծել։ Ասենք դա հետաքրքիր, շատ հետաքրքիր հարց է։ Դրդապատճառը ինչն է եղել, որ դուք անմեղ տեղը ծեծելով սպանել եք երիտասարդին։ Տիկին Այդա, իրենք ասում եք 3 եղբայրներով են եղել, իսկ ձեր որդին ում հետ է եղել, ասում եք ընկերազանգեր էր, հա։ Եթե չեմ սխալվում, տեղեկություն կար, որ բանակից արձակուրդ եկած ընկերոջ հետ է եղել, այսինքն զինծառայող է եղել այդ բանի նրա ընկերը, եւ այդ մասով եք խնդրեմ տեղեկություն։ Ցուցմունքներ կան արդյոք, ովքեր են ցուցմունքներ տվել։ Այո, Հրաչյա Բաղրամյանը որդիներիս մանկության ընկերն է, մեր տանն է մեծացել։ Այո, այդ ժամանակահատվածում մայրական խնամք էր եկել, զանգեց որդուս, որ պետքա գնային ինչ-որ տպագրատուն, ինչ-որ ձևանմուշներ վերցնեին, 100 օրվա հետ կապած ինչ-որ բաներ էր տվել, դրանք վերցնելուց։ Իհարկե որդիս չէր ուզում գնար, բայց դե ընկեր էր, խնդրեց, գնաց այդ չարաբաստիկ։ Դե սկզբից Հրաչյան խառը ցուցմունքներ էր տվել, ինչ-ինչ պատճառով փորձում եմ հասկանալ, որ երիտասարդ էր, ամեն դեպքում իր մանկության ընկերներ ու շատ լավ ընկերներ են իմ տղաներն եղել Հրաչյայի համար։ Ձեռքերի մեջ ընկերոջ մահը հնարավոր է, երիտասարդը հոգեկան ծանր ապրումների մեջ էր, բայց ցուցմունք տվել է, հիմա զորացրվել է, ավարտել է ծառայությունը, գտնվում է տանը, փառք Աստծո, ողջ եւ առողջ։ Եւ տեսնենք հետագա քայլեր ինչ կլինեն։ Այո, ցուցմունքներ տրվել են, մատնացույց արվել են, որ եղել են Գոռ եւ Վալերիկ Առաքելյան եղբայրները։ Դե տեսնենք մնացածը ընթացքում հույս ունեմ, որ արդար ձևով ամեն ինչ ավարտին կհասցվի։ Իհարկե շատ կուզեի, որ դատական նիստերը այնքան ժամանակ տրամադրվեր, որ գոնե հասցնեին ինչ-որ բան վերլուծել, քննել, որովհետև բավականին բարդ գործ է թղթաբանության հետ կապված էլ։ Չեմ ուզի, իհարկե տարիներ տևի դա Նարեկ ջան, մի տարի, 2 տարի, ամեն նիստերին անձամբ ներկա եմ գտնվում իմ փաստաբանի ուղեկցությամբ եւ ներկա եմ լինելու բոլոր նիստերին, որովհետև թե որպես մայր մարդ ուզում եմ մինչև վերջ հասկանալ, երբևէ կգա մի ընթացք, որ մարդիկ զղջման մի նշույլ ցույց կտան, գոնե զղջման մի նշույլ, երբ դիմացինի տեսնելով զգաս, որ մարդը զղջում է իր արարքը, այլ ոչ թե լկտիաբար կանգնի ասի ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրսևորի չգիտեմ ինչ պահվածք, իհարկե ես չեմ ենթարկվում իրենց կողմից արված ոչ մի քայլերին, թքած ունեմ, ես իմ դիրքորոշումն ունեմ, գնալու եմ մինչև վերջ։ Իսկ մի ճշտող հարցեր, ցուցմունքը բացի ընկերոջից այլ ցուցմունք կան, օրինակ ներկաները տեղականացնել։ Ցուցմունքներ կան, այո, բոլորը տրված են դատավորին, կանչվելու են վկաներ կա, ուղղակի դե ով ոնց որ հասկանում եմ, ով տարել է հիվանդանոց, ընկերներ վարորդ, որ Առաքելյան եղբայրներին վարորդ ա եղել, որը իր մեքենայով տարել է դեպքի վայր, դե ծիծաղելի ցուցմունք ա տալիս Հենրիկ Եսոյան, եթե չեմ սխալվում, անուն ազգանունով երիտասարդը, քննությունից հետո բոլոր նյութերը ունենք արդեն մեր ձեռքի տակ, շատ ծիծաղելի, ինչ-որ ծաղրածույական ցուցմունք ա տալիս քննիչի ներկայությամբ, դե տեսնենք դատարանում ինչ ցուցմունք կտա, եթե կներկայանան, այս փուլում դեռ քննվում են գրավոր ցուցմունքները, տեսագրություններն են դիտվում, նոր հետո կկանչվեն արդեն
վկաները, երևի թե ես կհարցաքննվեմ, իրենք, դե տեսնենք Վալերիկ եւ Գոռ Առաքելյանները ցուցմունքներից հրաժարվել են, Վալերիկը ընդհանրապես ցուցմունք չի տվել, Գոռը մի անգամ ցուցմունք է տվել, հետո արդեն հրաժարվում է, դե տեսնենք դատարանում ինչ կանեն։ Եվ ճշտող հարցեր, արդյոք այս ընթացքում ձեզ մոտեցել են կամ միջնորդավորված, որ հարց հայտեք, լուծվի ցուցմունքը հետ վերցնեք բողոքը դատարանից։ Այդպիսի բաներ չեն եղել, չեն էլ կարող լինել։ Մի դեպք եղել է, որ մայրը փորձել է ինձ հետ կապ հաստատել, ինձ հետ հանդիպում, չգիտեմ, պահանջ, խնդրանք ասեմ, դա թողնում եմ իր խղճին, ուղղակի ինձ ասվեց, որ չանիծեմ, որտեվ անեծքը ծոցս է լցվելու, նման արտահայտություն իրեն թույլ տվեց, որը ինձ մի փոքր անհասկանալի էր, ասեմ ավելին, ես չեմ անիծում իրենց մի ամբողջ ազգ է անիծում, ու այդ անեծքի տակից իրենք պիտի կարողանան դուրս գալ, ապրել, ամեն դեպքում, արդարությունը ոնց կլինի, թե չէ, Աստծո դատաստանի առաջ, բոլորս մի օր պատասխան ենք տալու, իրենց անիծումը մի ամբողջ քաղաք, մի ամբողջ հանրապետություն, ազգ, հայ ազգ, արտերկրից, ներսում, բոլորը սպասում են, տեսնեն այս ամեն ինչի վերջը ոնց կլինի, իմ դժգոհությունը միայն այն է պնդումը, որ իրենց արարքը վերավորակավորվի որպես սպանություն, այն մեղադրանքը, որ դրված է իրենց վրա իբրև խուլիգանություն, դաժանաբար հասցված անզգուշությամբ մահվան, ոչ, անզգուշություն չի եղել, կա դատաբժշկի փորձաքննության երկու եզրակացություն, որտեղ բժիշկը շատ հստակ սև սպիտակով գրված պնդում է, որ ոչ մի անզգուշության մասին խոսք լինել չի կարող, մարդիկ դաժանաբար ծեծելով, այսինքն մարդը երբ որ ծեծում է ու նմանատիպ դեպքեր եղել են, երբ եւ վերաքննիչ դատարանում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախադեպը ունեցող դեպքեր են եղել եւ հստակ նշված, որ եթե անձին հարվածում են կենսականորեն կարևոր օրգանին ու հասցնում մահվան, դա միանշանակ սպանություն է։ Իրենք գիտակցել են, խփել են, տղաս ծնկի է իջել, այդ վիճակում էլ հետ են եկել, նորից են խփել որդուս։ Այսինքն ինչ անզգուշության մասին է խոսքը, մարդիկ դիտավորյալ, մի հատ խփեցիք, թողեիք գնայիք, բայց երբ որ որդիս այդ բոլոր տեսագրություններում կա ծնկի իջած, փորձում է վեր կանա, դուք հետ եք գալիս շարունակում եք նորից խփել ու հստակ թղթի վրա գրված եզրակացության մեջ, որ 4-ից 5 հարվածի բութ գործիքով հարվածից վրա հասած մահ, էլ չգիտեմ, անզգուշության մասին այստեղ խոսք չի լինելու։ Տեսանյութում երևում է ովքեր են կոնկրետ ծեծող։ Ոչ, դեմքեր չի երևում, դե տեսնենք ինչ աստիճանի են մաքրել։ Տեսագրությունում 3 հոգի նշмарվում են, դե 2-ին ունենք, դե իրենք պիտի ասեն երրորդնովա, դե բնականաբար կլռեն, ես տենց եմ կարծում, նախապես ինչ-որ ենթադրություններ չեմ ուզում անել, տեսնենք դատարանում ինչ կլինի, ինչ արդյունքի կհասնենք դատարանում, կավարտենք դատարանով, թե կդիմենք ավելի վերևատյաններ, վերաքննիչ եւ այլն, ինչը իհարկե չեմ ուզի, որովհետեւ հոգեբանորեն ծանր է, մայրը նստում է մարդասպանների դիմաց եւ ասենք այդ պահին, այո, ես կարող եմ վեր կենալ եւ այն հարվածները, որ իրենք ին որդուն են հասցրել, տամ իրենց ու իրենք զգան այդ ցավն ու իրենց մայրը զգային 13 օրվա տառապանքը, որ ես եմ զգացել իմ ընտանիքը, կուզեմ զգան, վերև Աստված կա։ Իհարկե շատ ծանր է, կարոտը խեղդում է, մանավանդ ծանր է, երբ գիտակցում ես, որ որդիներդ, 2 որդիս էլ Ռուսաստանի Դաշնությունում ապրելով որոշեցին, որ գան Հայաստան իրենց պարտքը կատարեն, ծառայել են հայոց բանակում, 2-ն էլ, մեծ որդիս 44 օրյա պատերազմի մասնակից էր, ծանր վիրավորում ստացած, բայց հրաշքով փրկված զինվորներից մեկն էր, իսկ Պարքև Հակոբյանը իշխանասարի թեժ մարտերում ա եղել, սեպտեմբերի 13-ի պատերազմին այդ 3-4 օրվա,
Ու ցավալին այդ է, որ թշնամու գնդակից փրկված որդիս եկավ 2 տարի անց իր կյանքից, դաժանաբար սպանվեց իր նույն քաղաքում ապրող իր հայրենակցի ձեռքով։ Իհարկե, շատ ցավալի է, երբ որդուդ ուղարկում ես բանակ, աղոթելով, սպասելով, որ հանկարծ մազը չծռվի, ոչինչ չլինի, թուրքի գնդակից հեռու մնա, բայց գալիս ես մի բա, որ ասում ես Երանի այդ թուրքի գնդակը տաներ ու դու մխիթարվեիր, որ որդիդ հանուն հայրենիքի կյանքն է տվել։ Իսկ ես այսօր մխիթարվելու ոչինչ չունեմ։